Հայաստանի քաղաքական էլիտան միայն հայրենական մեծ պատերազմում հաղթանակը տոնելու համար է հաղթանակի զբոսայգի գնացել, ծաղիկ խոնարհել անմար կրակի մոտ։ Ձեզ համար այսօր եռատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ Ինչու։ Եռատոնը միատոն է դարձել պաշտոնական Երևանի համար։ Շուշիի ազատագրման օրն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումն այլևս չի նշում իշխող ուժը։ Այսօր հաղթանակի օրն ենք նշում։ Որ հաղթանակի։ Հայրենական մեծ պատերազմ։ Իսկ Արցախյան պատերազմը տարած հաղթանակի, որտեղ դա եւս նշել ենք տարիներ շարունակ։ Այսօր մենք նշում ենք հաղթանակի օրը։ Անգամ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որ ծնվել ու մեծացել է Արցախի Մարտունի քաղաքում, պսակադրվել Շուշիում, հաղթանակի զբոսայգում տոնում է միայն երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ հաղթանակը։ Շուշիի ազատագրման համար ընկածների հիշատակը պահում է մտքում։ Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու։ Իսկ նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ Շուշին ազատագրածների համար։ Հիմա էլ չեք գալիս այդ։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության պաշտոնյանել է իր օրացույցից ջնջել եռատոնը։ Սրտի խորքից մեկ նախադասություն է դուրս բերում՝ խաղաղություն ամենեցուն։ Խաղաղություն տիրի։ Անսակցիան Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին, տոնել։ Դուք մանիպուլացնում եք եւ ցանկանում եք ինչ որ ձևով ներքաշել, ինչ որ Թե ինչպես եռատոնը միատոն դարձավ ու ինչու Հայաստանի պաշտոնյաները գոնե լրագրողների հետ զրույցում չեն ուզում ինքնակամ հիշատակել Շուշիի ազատագրման օրվա մասին, ուղիղ չեն պատասխանում, կարծում են պատճառները հայտնի են։ Շուշիի ազատագրման օրը երբևէ նշվել է Հայաստանում, հիշում եք։ Նշվել է, այո։ Իսկ հիմա ինչու չի նշվում։ Հայտնի պատճառները։ Անհայտ է, թե ինչու Ադրբեջանը չի ուզում ստորագրել արդեն 2 ամիս 100%-ով համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի փոխարտգործնախարարը չգիտի պատճառների մասին։ Պատրաստակամության մասին չի եղել, չէ։ Իսկ ինչն է խանգարում ձեր գնահատմամբ, ինչն է խոչընդոտում, որ Ադրբեջանը եւս պատրաստ է։ Տարբեր գործոններ կարող են լինել, բայց այս փուլում մենք իրենց արձագանք չունենք։ Գուցե ռազմական էսկալացիայի է պատրաստվում Ադրբեջանը, որ արդեն 2 ամիս է պարբերաբար խախտում է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանագծի տարբեր հատվածներում։ Այս պահին մենք այդպիսի ազդակներ չունենք։ Իսկ գրակոչներ այդպիսի ազդակներ չեն էսկալացիայի հիմքը նախապատրաստելու անընդհատ իր կողմից նաև ավելի ճիշտ կլինի պաշտպանության նախարարությանը հաշվում։ Պաշտպանության փոխնախարարն էլ ասելիք չունի։ Երեք տարածված լուրի վերաբերյալ, որ Հայաստան ու Ադրբեջանը հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալներ են փոխանակել, հորդորում է դիմել իրենց լրատվական ծառայության ղեկավարին։ Մեր լրատվական ծառայության պետը տարածքում է եւ Ճշտումներ լրագրողներ անվտանգության խորհրդի քարտուղարից են անում։ Արմեն Գրիգորյանը հաստատում է, որ Երևանն ու Բաքուն փոխանակել են հրադադարի խախտումների վերաբերյալ տվյալներ։ Հայաստանը հետաքննել է իբրև հայկական կողմից տեղի ունեցած հրադադարի խախտումները, որոնց մասին հայտարարել է Ադրբեջանը, ու դրա արդյունքները փոխանցել է Բաքվին։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմի խախտումների վերաբերյալ տվյալները Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել, ակնկալելով արդար հետաքննություն։ Ադրբեջանը պնդում է, թե հետաքննել է դրանք ու խախտումներ չի հայտնաբերել։ Պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել այդ ուղղությամբ։ Լիլիթ Սարգսյան, Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։